հիմք ընդունելով այսօրվա բժշկության զարգացման տենդեցները, ինչու՞ չէ նաև յուրաքանչյուր մասնագետ հիմնվելով իր անձնական կուտակած պրակտիկ փորձի վրա, եկեք այսօր համընդհանուր փորձենք խոսել թլպատման երևույթի մասին, որովհետև վերջին ժամանակներս դրա հետ կապված հարցերը շատ են հնչում, հատկապես դեռահասների կողմից 16, 14 եւ տարիքային խումբը, դեռահասության շրջանը, ովքեր բախվել են այդ հարցից, որ առնանդամի գլխիկը չի բացվում եւ խնդիրներ են ունենում։ Դա մի առանձին հարց, մի առանձին պատմություն, դրա հետ կապված շատ վիդեոներ կան։ Այստեղ դուք գիտեք, այս հետեւյալ վիդեոն վերաբերում է հիմնականում առնանդամի հատվածում, ընդհանրապես սեռական օրգանների հատվածում տհաճ արկայությանը, որի հետ կապված օգտատերը տեսեք ինչ գրառում է նշել, թլպատված անդամները երբեք հոտեր կամ սպիտակուցներ չեն հավաքվում, ավելի մաքր է։ Իրականում սակա ճշմարտության մասնիկ մենք չենք կարող այս հարցի հետ կապված վիճել, որտեղ աշխարհում կան երկրներ, որտեղ իրենց կրոնական ավանդույթներից ելնելով տղա երեխաներին իրականացնում են թլպատման երևույթը։ Եվ բնականաբար այնտեղ տարատեսակ հիվանդությունների առաջացման հավանականությունը իդեմս մաշկային սնկային հիվանդությունների շատ ավելի ցածր մակարդակի վրա է գտնվում տոկոսային առումով, քան մեր տարածաշրջանում։ Այդ իսկ պատճառով հիմնվելով ավելի նաև հիմք ընդունելով վերջին ժամանակներիս հավաքված փորձը, գիտելիքները, այդ կուտակված, այո, պետք է ասենք, որ տարատեսակ խնդիրները կապված քրոնիկական բալանոպոստիտի հետ, մարդիկ ովքեր ունեն կարմրության, հոտի, սպիտակ փառակալման եւ այլ տեսակի գանգատներ, այո, բարեբախտաբար իրենց հարցը վերջնական լուծում է ստացել ի շնորհիվ թլպատման։ Բայց կան մի քանի կետեր, որ մենք պետք է հաշվի առնենք, պացիենտը պետք է լինի լիարժեք հետազոտված, դա շատ կարևոր է։ Ոչ մի անալիզ, ոչ մի նյուանս, ոչ մի բաց թողում չպետք է լինի պացիենտի գործի մեջ։ Երկրորդը, պացիենտը պետք է ամբողջական լիարժեք պատմի բժշկին իր սեռական կյանքի մանրամասնությունները։ Սրա հետ կապված ես մեկ առանձին դեպք կլինիկական մի օր պատմեմ այդ դեպքի մասին, որովհետև մի անգամ մենք առնչվեցինք նմանատիպ հարցի հետ, լավ է ես ժամանակին իհարկե կանգ առա եւ պացիենտին չուղարկեցի թլպատման, որովհետև ես գլխի եկնում, որ ինչ որ մի բան այն չէ, պատմության մեջ կիսատ է եւ ես սկսեցի կասկածել, որ թլպատումից հետո ցավոք սրտի նրա խնդիրները լուծում չեն ստանալու եւ ես ինքս չուղղորդեցի։ Դրա համար շատ կարևոր է այդ բոլոր կետերը հաշվի առնել, որպեսզի վիրահատական միջամտությունը իսկապես լուծում տա այն բոլոր հարցերին, ինչ խնդիրների հետ որ դուք առնչվում եք, որպեսզի իզուր չլինի եւ ձեր ծախսը, եւ ձեր ֆիզիկական եւ հոգեբանական տանջանքները հետ վիրահատական շրջանի չնայած բերեք տենց շատ ոնց որ վախենալու չպատկերացնենք հետ վիրահատական շրջանը։